Տեսաուղերձս ես ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրում եմ պատգամ մարմիններին կամ այն մարդիկ, ովքեր որ ուղիղ կապ ունեն վարչապետ Փաշինյանի հետ, այս տեսաուղերձը, այս եթերը ուղարկել, որովհետեւ սա շատ կարեւոր եթեր է եւ առաջի մի քանի րոպեն ուզում եմ ներկայացնել պարոն Փաշինյանին, թե ինչի մասին է խոսքը եւ խնդրում որպեսզի ուշադրություն դարձնի առանձնապես ինքը. Ճիշտ է, այստեղ իրավաբանական հարցեր գոյություն ունի եւ իրավաբանները, մասնագետները երևի պետք է մոտիկացում ցույց տան, բայց ձեր հանձնարարականը ստանալուց հետո կարծում եմ ավելի սթափ, ավելի աչալուրջ եւ իրավաբանական տերմինների համաձայն հարցի մոտիկացում ցույց կտան։ Խոսքը վերաբերվում է արդեն հերոստացույցով մի քանի անգամ այս մասին խոսացվել է տարբեր հերոստալիքների կողմից Արցախից բռնի տեղահանված այն վարորդներին, ովքեր որ դեռ Արցախում են կորցրել իրանց վարորդական իրավունքը եւ ոչ թե կորցրել, այլ իրավապահները արգելել են երթևեկել։ Հիմա վարորդական իրավունքի վերականգնման համար փոփոխություն է կատարվել, համաներում է տեղի ունեցել։ Հայաստանի բնիկ ժողովուրդը ստացել են այդ վարորդական իրավունքները, վճարելով պետությանը, եթե չեմ սխալվում, 50,000 դրամ, բայց այդ նույն օրենքը չի գործում Արցախահայության, Արցախից բռնի տեղահանված վարորդների մասով։ Խնդրում եմ այս մասով հավասարության նշան թող դրվի, թող խտրականություն չլինի։ Ես չեմ տեսնում որևէ տարբերություն, թե Արցախում ստացած վարորդական իրավունքի մասով, թե Վանաձորի կամ Էջմիածնի։ Նույն վարորդական իրավունքներ են, իսկ վարորդական եւ երթևեկության կանոնները ամբողջ աշխարհում նույնն է։ Չհաշված եթե հաշվենք Ճապոնիայում երթևեկությունը ձախ կողմով է մեր աջ կողմը մեր մոտ աջ։ Խնդրում եմ պարոն վարչապետ այս հարցում առանձին ուշադրություն դարձրեք վարորդների եւ Արցախահայության դժգոհությունն է։ Կներեք զանգ եկավ ժողովուրդ ջան։ Այս դժգոհությունը Արցախահայության մոտ հայտնվել է ոչ այնքան, ինչքանով որ վարորդական իրավունքները զսկելու, այլ խտրականություն դնելու մասով։ Ինքս լսելով այս պատմության մասին, ես նույնպես չեմ կարողացել համակերպվել, հաշտվել, հասկանալ, ոչ մի ծայր չեմ կարող գտնել, ոչ մի եզր չեմ կարող գտնել, հասկանալ այդ օրենքի ընդունման մասով, թե ինչու Արցախից բռնի տեղահանված մարդկանց վարորդական իրավունքները ստել եք տարբերություն դնել ստեի ժողովրդի վարորդական իրավունքներից։ Ոչ մի տարբերություն չկա։ Մարդիկ առաջարկություն են արել նաև, եթե միգուցե դեռևս չենք ստացել Հայաստանի Հանրապետության լիարժեք անձնագիր, այսինքն 070 կոդը, միգուցե որ միջև օրս կա մեր անձնագրում, միգուցե այդ է պատճառը, պատճառաբանել են, որ ոչ, եթե նույնիսկ ստանաք լիարժեք անձնագիր 070 կոդից հրաժարվեք, միևնույն է մենք ձեզ չենք կարող համաներել, ներում շնորհել, որովհետև ձեզ զրկել են վարորդական իրավունքից Արցախում։ Հարգելիներս, ձեր ասածները տրամաբանության մեջ չի պարունակում։ Այդ իսկ պատճառով ուղիղ տեսաուղերձ ես ուղղում եմ վարչապետ Փաշինյանին, որովհետև սա իրավաբանի մոտիկացում չի։ Չի կարող իրավաբանը, ով որ տիրապետում է իրավունքին, օրենքներին, չի կարող այսպիսի պատասխան տալ։ Հիմա ինչպես եք պատկերացնում այդ մարդկանց ապագա վարորդական իրավունք ձեռք բերելու գործողությունը, ինչպես եք պատկերացնում այդ մարդիկ ինչպես են երթևեկելու իրանց մեքենաներով Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե ունեն հնարավորություն այդ 50,000 ինչպես մնացած բոլորը վճարել եւ ստանալ։ Ինչպես եք պատկերացնում, լավ, Արցախ վերադառնալ, Արցախում այն նույն բարեկի հետ համաձայնության գալ կամ ընդդեի ճանապարհային ոստիկանության պետի հետ համաձայնության գալ, սա աբսուրդային ժանրից է, անհնար է, ուղղակի անհնար։ Այդ իսկ պատճառով կարծում եմ այդ մարդկանց հարցերի լուծումը միայն ու միայն կարող են տալ այստեղ Հայաստանում եւ ոչ մի պետությունում։ Եվ ժողովուրդը իրենց կողմից չի լինի այն նույն դժգոհությունը, ինչը այսօր է հասարակության մեջ։ Ինքս ճիշտ է, ես իմ վարորդական իրավունքից չեմ զրկվել, ինձ ուղղակի Արցախահայությունից եմ նամակներ ուղարկել այս մասով, որպեսզի ես հարցը բարձրաձայնեմ, դժգոհություն եւ անհանգստություն կա ժողովրդի մոտ։ Խնդրում եմ պարոն վարչապետ, այս հարցով մոտիկացում ցույց տվեք եւ թող արդարությունը հաղթի։ Կարող եմ նաեւ ասել, որ պատճառաբանել են, նայեք, Արցախահայությունից մարդ է ինձ գրել, որ ինքը իր վարորդական իրավունքը լինելով Արցախցի, ապրելով Արցախում, բայց ձեռք է բերել Հայաստանի տարածքում, կոնկրետ Մասիս քաղաքում։ Բայց այդ մարդուն եւս իր վարորդական իրավունքը չեն ուզում հետ վերադարձնել։ Այսինքն կապ չունի թե
վարորդական իրավունքդ որտեղ ես ձեռք բերել Ստեփանակերտում Մասիսում դու Արցախցի ես, մենք քո վարորդական իրավունքները չենք կարող վերականգնել։ Այստեղ ոչ մի արդարացում, ոչ մի պատճառ, տրամաբանական պատճառաբանություն ես չեմ տեսնում։ Խնդրում եմ ժողովուրդ ջան, դուք էլ եթե որևէ ձեր մտքով կանցնի որևէ տրամաբանական եզր այս հարցում, խնդրում եմ այդ մասով դուք էլ արձագանքեք, որպեսզի հասկանանք մեր պահանջը արդյոք իրատեսական չի։ Անկեղծ եմ ասում, վիրավորական է նույնիսկ։ Չենք կարող մենք այս նեղ իրավիճակում այսպիսի խտրականություն դնել տարածաշրջանների։ Առանց այդ էլ այդպիսի թեզերը ժամանակին քաղաքական պաշտոնյաներն են օգտագործել իրանց իշխանությունը պահելու, չգիտեմ, ընտրություններին ընտրազանգված ձեռք բերելու, բա այսօրվա մեր Հայաստանում, այսօրվա մեր իրավիճակում ամբողջ աշխարհը խառնված, մենք հայերով պետք է միասնական լինենք ու ստե որոշ իրավաբաններ, ես չգիտեմ ովքեր են խորհուրդ տվել, որ բերեք այսպես անենք։ Խնդրում եմ, սա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, իրավական ոչ մի համատեքստում ես չեմ կարող տեղավորցնել, անհնար ասա տեղավորցնել, անձնագրերը եւս միշտ եղել են Հայաստանի Հանրապետության բացառությամբ կոդը 070 կոդ, վարորդական իրավունքները եւս եղել են Հայաստանի Հանրապետության, մենք չենք ստացել Ստեփանակերտում չէին տպում այդ վարորդական իրավունքները։ Մենք վարորդական իրավունք ստանալու համար ժամանակ էր մեզ տրվում, որ Հայաստանից ուղարկեն, Երևանից երևի կոնկրետ։ Այդ թվում նաև անձնագրերը չէր տպվում Ստեփանակերտում, ուղարկվում էր Երևանից։ Եթե ուղարկվում էր Երևանից, եթե բազայի մեջ կա, կոմպյուտերի մեջ կա, համացանցում այդ արխիվներում կա մեր անձնագրերը եւ վարորդական իրավունքները, խնդրում եմ, ստե ինչի մասին է խոսքը, թե մարդը որտեղ է ծնվել։ Մարդու բոլոր իրավական փաստաթղթերը, թե անձնագիր, թե վարորդական իրավունք լիարժեք Հայաստանի Հանրապետության տարածաշրջանի ենթակայության տակ էր գտնվում։ Խնդրում եմ այս հարցում ճիշտ մոտիկացում ցույց տվեք, որովհետեւ վրդովի է այսքան, որ ադբոյ եմ տալիս, ուրեմն էֆիրում եմ։ Վերջը էֆիրս ավարտում եմ, ժողովուրդ ջան, հուսով եմ հասկացաք, մնացածի մասին հաջորդ եթերի ժամանակ ես բան կանեմ, կտեղեկացնեմ։ Հուսով եմ վարչապետ Փաշինյանը եւս ուշադրություն կդարձնի առանձին այս թեմային, քանի որ մարդիկ ընտանիք են պահում, թե վարորդական իրավունքը կարող է ծառայել իրենց այսօրվա հանապազորյա հացը աշխատելու համար, բազմաթիվ մարդիկ տաքսի քշելով, բազմաթիվ մարդիկ մեկ այլ գործընկերությունում վարորդ աշխատելով կարող են իրանց ընտանիքը պահել։ Պատրաստ են գնալ նորից այդ 50,000 դրամը վճարել այնպես ինչպես մնացածն է վճարել Հայաստանի բնիկ ծնված ժողովուրդը, ովքեր որ վճարել են 50,000 դրամները եւ ստացել վարորդական վկայականը։ Եթե վարչապետի աշխատակազմից կամ կոնկրետ այս գործերով զբաղվող պատգամ մարմիններից մարդիկ կլինեն, կուզենան կապ հաստատել իմ հետ, մանրամասն այս հարցով քննարկենք, թե հեռախոսով, թե պետքա կհանդիպեմ, ես պատրաստ եմ հանդիպել, այդ մասին խոսանք եւ գտնենք պատճառները, գտնենք պատճառը, թե ինչու հնարավոր չի եւ ինչ անենք, որ դառնա հնարավոր։ Խնդրում եմ եւս մեկ անգամ պարոն Փաշինյան այս հարցում ուշադրություն դարձրեք։ Հաջողություն, խնդրում եմ լայքեր եւ լայքեք եւ կիսվեք եթերը, որպեսզի ավելի շատ տարածվի, եթե հասնի։ Միգուցե հասկանալով, որ վարչապետը եւ մնացած բոլոր մեր պետական մարմինները ծանրաբեռնված աշխատում են, բայց սա եւս կարեւոր հարց է, որը կարծում եմ մի ակնթարթ պետք է ուշադրություն դարձնել եւ փորձել հարցին լուծում տալ։ Հաջողություն բոլորիդ։